Ընթացս կարող է գրանցել։ Տիկին Գալստյան, խնդրեմ։ Շատ շնորհակալություն, Տիկին գլխավոր դատախազ, բազմաթիվ հարցեր ունեմ, բայց հնչեցնում եմ 3 հարց եւ 3 հարցն էլ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ սանձազերծված քաղաքական արշավի շրջանակներում են։ Առաջինը հետեւյալ հարցն է. վերջերս ԿՊ կուսակցությունը հրապարակեց իր նախընտրական ծրագիրը եւ հատուկ հոդվածով անդրադարձ կար հայ առաքելական եկեղեցու այսպես կոչված, ես շակերտներում եմ ասում, բարենորոգման օրակարգին, որտեղ ամրագրված էր 2 կարևոր հանձնառություն ըստ ԿՊ հայացքի, մեկը վեհափառ հայրապետի նորին սուրբոցություն Գարեգին II-ի հրաժարական պարտադրելու հանձնառություններ եւ երկրորդ կարևոր հաստատումը այդտեղ փոխել եկեղեցու կառավարման կարգը։ Սրանք երկուսն էլ հակասահմանադրական, հակաօրինական հաստատումներ են։ Բնականաբար ես ձեզ չեմ հիշեցնի ուրեմն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված եկեղեցու եւ պետության տարանջատման մասին 2 հոդվածները, բայց հարցս ուղղում եմ ձեզ, արդյոք դուք այստեղ չեք տեսնում հակաօրինական եւ հակասահմանադրական վարք կամ հայտարարություններ եւ որն է ձեր արձագանքը։ Երկրորդ հարցը դարձյալ այս տրամաբանության մեջ է եւ ավելի քան ակնհայտ է իմ եւ իմ գործընկերների համար եւ նաեւ մեր հանրության համար, որ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ արշավը զուտ քաղաքական իշխանական բնույթ ունի, բայց այդ ուրեմն արշավին մեծագույն հաճույքով եւ խանդավառությամբ լծվել է նաեւ իրավապահ համակարգը, այն համակարգը դատախազներ եւ քննիչներ, որոնց աշխատանքը դուք բացառիկորեն գնահատել եք եւ նույնիսկ ձեր հաղորդման մեջ երախտագիտության խոսք եք նրանց ուղղել։ Եվ ուրեմն հիշեցնեմ, որ մի քանի ականատեսն ենք մենք մի քանի փաստերի, երբ որ մի քանի տասնյակ հասնող քրեական գործերով, հոգեվորականներին հանկարծ հիշում են եւ անհապաղ քննչական եւ անհետաձգելի գործողությունների հարցաքննության են հրավիրում, հատկապես կիրակի օրերին, երբ որ բոլորը գիտենք դա պատարագի օր է եւ նաեւ հոգեվորականության համար բարձրագույն, այսպես ներկայացական մարմինների, նիստերի կամ տեսակատարությունների կամ ժողովների ուրեմն ճիշտ պահին։ Անհեթեթությունը հասավ այն աստիճանի, որ Արագածոտնի մարզում քննիչը ամբողջ թեմի 21 քահանաներին ժամը 11-ին, Կիրակի ուղիղ ժամը 11-ին հրավիրեց հարցաքննության 21 քահանաների, նշում եմ այդ պահին, երբ որ պետք էր ուղղակի բեմադրել զուգահեռ մեկ այլ, այսպես ասած, իշխանական պատարագ։ Եվ սրանք բնականաբար շինծու գործեր են եւ նաեւ շատ հոգեվորականներ այդ շինծու գործերին մասնակից դառնալու եւ հարցաքննության ենթարկվելու հրաժարական է տվել, բայց միևնույն է դուք գնահատում եք այն անհետաձգելի եւ հրավիրում եք քննչական գործողությունների եւ հատուկ զուգադիպությամբ նիստերի օրերին կամ պատարագներին, դուք այստեղ սարսանք զուգադիպություններ են, թե պատահականություններ են, խնդրում եմ դրան եւս անդրադառնալ, եւ դուք համառորեն դատախազությունը, որը Սահմանադրականության, պետական կարգի, պետական եւ ազգային շահերի պաշտպանության բարձրագույն այսպես լիազորությունը ունի, ես ուզում եմ հասկանալ, բարձել եւ լսել ձեր պատասխանը, արդյոք դուք համառորեն իսկապես չեք տեսնում հայ առաքելական եկեղեցու նկատմամբ սանձազերծած տեսակը հակասահմանադրական գործընթացը եւ եկեղեցու դեմ արշավը, որին բոլորս ակնատես եղանք են դռները ջարդելու, կոտրելու հերոսակային թրքաբարո հարձակումը, վարույթ ուրեմն նախաձեռնվեց միայն այն պարագայում, երբ որ դատարանի վճռով Պարտադրանքով ավելի շուտ դատարանի չեմ ուզում ընդհատել, բայց ռեգլամենտ ունենք, խնդրում եմ տեղավորվել դրա մեջ։ Ուրեմն դատարանի պարտադրանքով վարույթը հարուցվեց։ Ես ուզում եմ այստեղ այս 3 հարցն էլ միացնել իրար եւ դրանք բոլորը մեկ հարց ունեն։ Դուք արդյոք գտնում եք, որ դուք գտնվում եք սահմանադրական կարգը եւ իրավական կարգը ազգային պետական շահապաշտպանելու դիրքերում եւ ինչու չեք տեսնում այստեղ հանցագործություններ, որոնք ավելի քան ակնհայտ են։ Խնդրեմ Տիկին Վարդապետ հարցով։ Շնորհակալություն։ Նախ առաջին ենթահարցի հետ կապված, եթե ճիշտ հասկացա, խոսքը ծրագրի մեջ ներառված բարենորոգման օրակարգին է վերաբերում, եթե որոշակի հանգամանք բացահայտվի հրաժարականի եւ եկեղեցու կառավարման կարգը, այո։ Տիկին Գալստյան, դատախազությունը քրեական վարույթից դուրս գնահատականներ չի տալիս։ Մենք բազմաթիվ հարցումներ ենք ստանում, այդ թվում կուսակցական պատկանելություն ունեցող անձանցից, որոնք դատախազությունից ուզում են գնահատականներ կոնկրետ երևույթների նկատմամբ։
Դատախազությունը գնահատական տալիս է մի փաստաթղթի մեջ, որը կոչվում է քրեական հետապնդման հարուցում, եւ դրանից հետո տալիս է հաստատված մեղադրական եզրակացությամբ։ Դրանից հետո գործը գնում է հրապարակային դատաքննության, եւ մեր բոլոր փաստարկները հրապարակային դատաքննությամբ ներկայացվում են, քննարկվում են, դատարանի կողմից որոշումներ են կայացվում։ Այսօր ձեր առաջին հարցին չեմ կարող պատասխանել, դրա իրավասությունն ու լիազորությունը չունեմ սահմանադրությամբ վարույթից դուրս գնահատական տալու որևէ կուսակցության, այդ թվում օրինակ ձեր կուսակցության որևէ ծրագրի, որևէ կետին։ Դա քաղաքական հայտարարությունները մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Քննչական գործողությունների վերաբերյալ ես չգիտեմ դուք ինչի եք փնտրում այդտեղ ինչ որ զուգադիպություններ, յուրաքանչյուր վարույթով իրականացվում է ըստ անհրաժեշտության։ Եվ մենք նպատակադրված ենք այս վարույթները ավարտել հնարավոր սեղմ ժամկետներում, որպեսզի այն նմանատիպ մեկնաբանություններ չլինեն, որ ձգձգում են, որ արհեստական օրակարգեր են առաջ տանում, ընդհակառակը ամեն ինչ արվում է, որպեսզի վարկյան առաջ ձեռք բերվեն անհրաժեշտ ապացույցները եւ որոշում կայացվի արդյոք գործը ենթակա է դատարան ուղարկելու թե ոչ։ Մնացած ձեր գնահատականների հետ ուղղակի չեմ կարող համաձայնվել։ Երրորդ հարցի հետ կապված, որը ենթադրում եմ ձեր եզրափակիչ հարցին է վերաբերում, արդյոք դատախազությունը հանրեղություն, ասիկ որ դատարանը մեզ պարտադրել է, որպեսզի մենք վարույթ նախաձեռնենք, այս մասով խնդրեմ մի քիչ ավելի ուշադիր լինել, դատարանը չի պարտադրում նախաքննական մարմնի եւ չունի պարտադրելու որևէ գործառույթ։ Դատարանը միջդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակում գտնում է, որ որոշակի հանգամանքներ ենթակա են ստուգման, որոնք չեն ստուգվել, եւ այս իրավիճակում իհարկե նախաքննական մարմինը, եթե դատական ակտը մտավ օրինական ուժի մեջ, դատարանի կողմից նշած հանգամանքները ստուգման ենթարկում է։ Այս առումով պարտադրանքի կամ որևէ կերպ ինչ-որ այլ ենթատեքստ մանգալու իմաստ չեմ տեսնում, իսկ ընդհանուր առմամբ ձեր հարցադրումը, քանի որ էլի բխում է նրանից, որ ես պետք է գնահատական տամ ինչ-որ ընդհանուր ձևակերպումներին, դատախազությունը դրա համար չի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն արձագանք Տիկին Գորստյան։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Վերջին հարցից սկսեմ, նախ դատարանը պարտավորեցրել է վարույթ հարուցել, 1։ Իսկ առաջին եւ երկրորդ հարցերը, որոնք վերաբերում էին ուրեմն հայ առաքելական եկեղեցու ճակերտավոր բարենորոգմանը, հայրապետին հրաժարական պարտադրելուն եւ եկեղեցու կառավարման կարգը փոխելուն, դրանք ակնհայտորեն հակասահմանադրական գործընթացներ են եւ հակասահմանադրական հայտարարություններ եւ նաեւ ձեր պարտականությունն է հակասահմանադրական ընթացքի առնչությամբ համապատասխան ոչ միայն գնահատականներ տալուց հետո շարունակել համապատասխան վարույթներ, այնպես որ ձեր պատասխանը կներեք բացարձակապես տեղին չի, իսկ մյուսը ուղղակի ծիծաղելի է, երբ որ նույն օրը, նույն ուրեմն թեմի 21 քահանաներ միաժամանակ հրավիրվում են ուրեմն քննչական անհետաձգելի գործողությունների խափանելով պատարագը եւ նաեւ ըստ էության դուք ոչ միայն եկեղեցուն եք դրանով այսպես ասած քաղաքական շահերը սպասարկելով եկեղեցուն եք նեղը դնում ինչպես ձեզ թվում, բայց նաեւ հազարավոր հայ հավատացյալների, որոնց զրկում եք պատարագի իրենց խղճի եւ հավատի ինչպես նաև մի խոսքով ծեսերին մասնակցելու իրավունքից այստեղ բազմաշերտ ուրեմն խնդիրներ կան եւ սրանք ոչ թե առավիտ ակնհայտորեն չեն խոսում թե ազգային թե պետական շահի մասին։ Մնացյալը ելույթում Լիա Գումարին։ Խնդրեմ Տիկին Վարդապետյան։ Շնորհակալություն։ Նորից եմ